Ինչու սատանան դեռ ազատ է։ Հանապազորյա հացի սիրելի ընտանիք, այսօր մենք պիտի խորհրդածենք դժվարին եւ հաճախ շփոթեցնող հարցիմը սատանայի եւ չարիքի գոյության մասին։ Եթե Աստված ամենակարողը եւ բարի, ինչու սատանան դեռ ազատ է գործելու աշխարհի մեջ եւ ինչու Աստված չի գասեցներ զայն ամիջապես։ Այսօր պիտի փորձենք գտնել այս հարցերու պատասխանները Սուրբ Գրքի եւ մեր հավատքի լույսի տակ։ Կցայնակրեք կոր։ Շատ լավ։ Սիրելիներ, սատանայի որպես Աստծո տշնամի եւ չարիքի աղբյուրի գոյությունը Սուրբ Գրքի ուսմունքի անբաժանելի մասն է։ Սակայն անոր ներկայիս ունեցած ազատությունը խորհրդավոր է, որը կմատնանշե Աստծո իր իսկ ծրագրի եւ մարդու ազատ կամքի մասին ճշմարտությունները։ Ահա թե ինչու սատանան դեռ ազատ է։ 1. Ազատ է Աստծո ազատ կամքի բարգևը եւ անգումը տեսանելի դարձնելու։ Սատանան, որը սկզբնապես լուսապայլ հրեշտակ էր Լուցիֆեր անունով, Աստծո կողմէ ստեղծված էր կատարյալ, սակայն ինչպես մարդուն, Աստված նաև հրեշտակներուն տվավ ազատ կամքի բարգևը։ Սատանան իր հպարտության պատճառով ապստամբեցավ Աստծո դեմ, կամենալով բարձրանալ անով վեր։ Այս մասին կգարտանք Եսայի 14:13-15 համարներու մեջ, ուր կնկարագրվի անոր անգումը երկնքեն։ Սատանան ներկայիս ունեցած ազատությունը իբրև Աստծո դեմ ապստամբած էակի կհանդիսանա մեր աշխարհի մեջ չարիքի եւ մեղքի անխուսափելի հետևանքը։ Աստված հարկելով ազատ կամքը թե հրեշտակներուն, թե մարդոց թույլատրեց ընտրության հնարավորությունը։ Երբ մարդը Ադամն ու Եվան եւս ընտրեցին անհնազանդությունը, որուն քայտակեցուց սատանան, անոնք մեղքը բերին աշխարհ եւ սատանային դվին որոշակի իշխանություն այս աշխարհի վրա։ Հովհաննես 12:31 դեր Հիսուս զայն կգոչե այս աշխարհի իշխան։ Այսպիսով սատանան ազատ է ոչ թե Աստծո կամքով, այլ մարդու ընտրության հետևանքով եւ որպես ազատ կամքի թե հրեշտակներու, թե մարդոց սխալ օգտագործման արդյունք։ Երկրորդ, մարդու փորձությունը եւ հավատքի զդումը։ Աստված կթույլատրե սատանային որոշակի ժամանակներով գործել, որբեսի մարդը փորձվի եւ անոր հավատքը զդվի։ Դժվարությունները, քայտակությունները եւ չարիքի դեմ պայքարը կրնան ամրապնդել մեր հավատքը եւ կերտել մեր բնավորությունը։ Առանց մարդահրավերներու մենք չէինք սորվիր ապավինել Աստծո կամ չէինք հասկնար սրբության կարևորությունը։ Հակոբոս 1:12 գսե. Երանի այն մարդուն, որ փորձությունը կդանի, քանզի երբ փորձվածը լա, պիտի առնե կյանքի բսակը, որ Տերը խոստացավ զինք սիրողներուն։ Սատանան կրնա մեզ փորձել, բայց Աստված երբեք չի թույլատրել փորձությունը, որ մեր կարողութենեն վեր է, ինչպես գսե առաջին Կորինթացիս 10:13-ը, հավատարիմ է Աստված, որ ցեզ պիտի չթողու փորձվել ցեր կարողութենեն ավելի, հապա փորձության հետ ելքալ պիտի շինե, որբեսի կարենակ տանիլ։ Երրորդ, Աստծո փրկության ծրագիրը եւ Քրիստոսի հաղթանակը։ Սատանան ազատությունը նաև կծառայե Աստծո մեծ փրկության ծրագրին։ Աստված թույլ կտանա սատանային գործել որոշակի ժամանակով, քանզի անիկա իր ծրագիրը կկատարե, որը կհառաջանա դեպի սատանայի վերջնական բարդությունը։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա արդեն իսկ հաղթեց սատանային եւ մեղքին։ Իր մահով եւ արությամբ Քրիստոսը գոդրեց սատանայի իշխանությունը մարդկության վրա։ Կողոսացիս 2:15-ը գսե. Անիկա, այսինքն Քրիստոս, թափեց իշխանություններն ու պետությունները, բացահայտորեն ցուցնելով զանոնք ու խաչով հաղթահարեց զանոնք։ Թեև սատանան դեռ ազատ է քայտակեցնելու եւ չարիք գործելու, անոր ուժը սահմանափակ է։ Անիկա չի գնար դիրել հավատացյալներուն, որոնք Քրիստոսի մեջ են։ Մենք պետք է դիմադրենք սատանային եւ Աստված կխոստանա, որ անիկա պիտի փախչի մեզ մե Հակոբոս 4:7-ը։ Վերջնական դատաստանը եւ սատանայի կատարյալ պատիժը։ Սատանան ազատ է թերևս, քանզի Աստված ունի ժամանակակրական ծրագիր իրադարձություններու համար։ Անիկա պիտի չմնա ազատ հավիտյան։ Սուրբ Գիրքը բարձրորեն կսորվեցնե,
որ պիտի կա ժամանակը, երբ սատանան վերջնականապես պիտի կապվի ու պիտի նետվի հրո լիճը հավիտենական պատիժի համար։ Հայտնություն 20:10-ն ալ կնկարագրի անոր վերջնական ճակատագիրը, գսե եւ անոնց կայտակեցնող սատանան նետվեցավ հրո եւ ծծմբի լիճը, ուր գազանն ու գեղձ մարգարեն գային, եւ անոնք պիտի դանչեվին ցորեկ ու գիշեր հավիտյանս հավիտենից։ Սա է Աստծո վերջնական արդարությունը։ Մինչ այդ Աստված կթույլատրե սատանային կործել, որբեսի մարդիկ ունենան ընտրություն, հետևելու իրեն կամ մերժելու։ Եվ վերջնականապես սատանայի ներկայությունը կհանդիսանա նաև Աստծո արդարության եւ զորության մասին վկայություն, քանզի անիկա անգամ չարին կրնա սահման դնել եւ իր նպատակները իրականացնել։ 5-րդ եւ վերջին մարդու պատասխանատվությունը եւ հավատքի ընտրությունը։ Սիրելիներ, սատանայի ազատությունը նաև կշեշտե մարդու պատասխանատվությունը եւ հավատքի ընտրության կարեւորությունը։ Աստված մեզի չէ ստեղծած որպես ռոբոտներ, որոնք պիտի հավատան իրեն առանց ընտրության։ Մենք ունենք իրական ընտրության ազատություն, ծառայելու Աստծո կամ ծառայելու մեղքին եւ սատանային։ Երբ մենք կընտրենք հետևել Քրիստոսին, մենք կդիմադրենք սատանայի կայտագությունները եւ կհաղթենք անոր Քրիստոսի զորությամբ։ Սատանայի ազատությունը մեզ կուտա հնարավորություն մեր սերը եւ հավատքը Աստծո հանդեպ ապացուցելու իրական ընտրության միջոցով։ Որպես եզրակացություն, սիրելի հավատացյալներ, սատանան դեռ ազատ է կործելու եւ ոչ թե Աստծո թուլության պատճառով, այլ Աստված հարգեց ազատ կամքը։ Անոր կորձունեությունը կծառայե մարդու փորձության, անոր ազատությունը սահմանապակ է եւ կծառայե Աստծո ծրագրին, անոր վերջնական ճակատագիրը հավիտենական պատիժ է, անոր ներկայությունը կշեշտե մարդու պատասխանատվությունը եւ հավատքի ընտրությունը։ Թող որ այս ըմբռնումը մեզի դա ոչ թե վախ, այլ հույս եւ վստահություն Քրիստոսի հաղթանակի հանդեպ։ Մենք կոչված ենք արթուն մնալու, դիմադրելու սատանային եւ ամուր կանգնելու մեր հավատքի մեջ, քանզի մեր Փրկիչը մեզի հետ է եւ անիկա վերջնականապես պիտի վերացնե ամեն չարիք աշխարհեն։ Ամեն։ Մնացեք սիրով եւ մնացեք խաղաղությամբ։